Քննությունը համարում ենք սկսված ժամը 10:00, տևողությունը 3 ժամ, 3 ժամ։ Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4232 դիմորդ։ Նրանցից 112-ը քննություն հանձնեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում։ Դիմորդները քննությունից դուրս էին գալիս հիմնականում բարձր տրամադրությամբ։ Ասում էին, թեստերը բարդ չէին, նույնիսկ սպասվածից հեշտ էին, բայց շոկը խանգարում էր։ Ոնց անցավ քննությունը։ Շոկ։ Շոկ։ Դիսկոմֆորտ էլի։ Ես ինչ հարցեր էին, որոշը բարդ, որոշը հեշտ։ Այդքան բան։ Ինչ որ ուզում եք կստանաք, գնահատակ։ Չգիտեմ։ Կարևորը անցողիկ լինի, ընդունվի։ Բրուսով։ Ընդհանուր առմամբ թեստը ինքը հեշտ էր, սպասվածից ավելի հեշտ էր, ես երեկոյան պարապել էի ու հարցեր կային, որ շտեմարանի հետ համընկնում էին այն հարցերը, որ պարապել էի, բավականին հեշտ են, սպասելիքները լավատեսական եմ տրամադրված, հուսով եմ կանցնի։ Որ եք դիմել։ Ագրարային համալսարան։ Ապագա դատական փորձագետ Լարիսան նույնպես քննությունից բավականին շուտ դուրս եկողներից է։ Արագ չեմ գրել, մտածելով եմ գրել, որովհետև ես առաջին անգամ էի գալիս քննության միասնականի, շատ լավ անցավ քննությունը։ Ես գիտեի ինչ որ պետքա, գիտեի նշել։ Ամբողջը գրել եք։ Այո։ Մանեն ռուս-հայկական համալսարանի դիմորդ է, անգլերենից ցանկալի գնահատականն արդեն ստացել է։ Հիմա հերթը հայերենինն է։ Դարվածությունը շատ էր։ Հա, մի քիչ, բայց քննությունը հենց սկսվեց, սա անցավ, որ կենտրոնանամ քննությունից վրա, թեստից վրա։ Եվ ոնց գրեցիք։ Իմ կարծիքով լավ։ Կստանաք ձեր ուզած գնահատականը։ Ինչքան եք ուզած։ Բարձր։ Ինչքան բարձր է, այդքան լավ։ Ուր եք դիմել։ Սլավոնական համալսարան։ Էլենն անգլերենից արդեն 16 միավոր ունի։ Հայերենից ստացածն էլ կգումարի, որ Երևանի պետական համալսարանի սերվիս բաժնում սովորի։ Ձեր սպասածի պես էր ամեն ինչ։ Հա, ավելի հեշտ էր։ Բավականին հեշտ էր, հա։ Նախորդ թեստերի հետ եք համեմատում տարվա։ Եվ ինչ եք ստանալու։ Չգիտեմ, տեսնենք։ Քննական կենտրոնի ղեկավարն ասում է, ամեն ինչ ընթացել է հանգիստ ու խաղաղ, հավելում է վերջին տարիներին առհասարակ քննությունները պակաս լարվածություն են առաջացնում։ Պատճառն այն է, որ դիմորդները ձմռանը նույնպես միասնական քննություն հանձնելու հնարավորություն ունեն։ Եթե բարձր գնահատական ստանան, ամռանը քննությանը կարող են չմասնակցել, կարող են նաև մասնակցել, բայց եթե գնահատականը ցածր լինի բուհի ընդունելության մրցույթին կմասնակցեն նախկինում ստացած ավելի բարձր գնահատականով։ Դա ահագին մեծ օգնություն էր դիմորդներին, որովհետև այդ ժամանակ միայն քննություն են հանձնում, դեռ մրցույթ կամ որևէ մասնագիտության ընտրություն չի պահանջվում, եւ երեխաները իրենց ուժն են փորձում հասկանան իրենց այդ ժամանակահատվածում, որ պարապել են, ինչ մնացորդային գիտելիքներ ունեն։ Դա միջանկյալ փուլ է, որը լիարժեք ստուգվում է իրենց մնացորդային գիտելիքը եւ դիմորդը արդեն հասկանում է շարունակի թե ոչ, եւ դրա համար շատ հանգիստ են։ Ինքնազգացողությունը վատանալու դեպքեր եւս այս կենտրոնում չեն գրանցվել։ Ակնկալում էին, որ մինչև վերջին դիմորդը քննասենյակից դուրս գա, բուժաշխատողն այդպես անգործել կմնա։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։